Ազգային ժողովում քննարկում են տեղական ինքնակառավարման մարմիններին տրվող դոտացիաների, սուբսիդիաների արդյունավետ օգտագործման եւ դրանց վերահսկման հարցը։ Ընդհանրապես ֆինանսների նախարարությունն էր հսկում Հայաստանի պետական բյուջեի կատարումը։ Նոր նախագծով այդ գործառույթը կփոխանցվի պետական վերահսկողական ծառայությանը։ Պետական վերահսկողական ծառայությունը գնում է նախարարությունները ստուգում է, օրինակ առողջապահության նախարարությունը, բայց ստուգում է կատարած ծախսերի օրինականություն։ Այս փոփոխություններով կառավարությունը նպատակ ունի ավելի արդյունավետ դարձնել պետական բյուջեի նկատմամբ հսկողությունը։ Նախագծի հեղինակների դիտարկմամբ պետք է մանրակրկիտ մոնիտորինգ անցկացվի, թե ինչպես են օգտագործվում համայնքներին տրվող գումարները։ Կվերահսկեն նաև վարչապետի, մարզպետների աշխատակազմերի պետական միջոցների կառավարման օրինականությունը։ Մշտադիտարկման տիրույթում կլինեն նաև տեղական ինքնակառավարման մարմիններին եւ համայնքներին ենթակա գործող հիմնարկներում իրականացվող հանրային գնումների գործընթացները։ Ազգային ժողովի ընդդիմադիր падգամավորներն էլ համարում են, թե այս օրենքը մահակ է հատկապես այն համայնքային ղեկավարների համար, ովքեր ընդդիմադիր հայացքներ ունեն։ Սա մի բանի համար արվում, որ այն համայնքի ղեկավարները, որոնք որ ընդդիմադիր հայացքներ ունեն, այդ մահակը օգտագործվի հենց նրանց գլխին։ Ընդհանրապես չեմ պատկերացնում, թե ինչ խնդիր կարա առաջացնի պետական վերահսկողական ծառայությունը։ Այսինքն ինքը չի ասելու «խի ես որոշել ասֆալտ անել»։ Ինքը ասելու է «խի ես այս ասֆալտը ընենց արել, որ չգիտեմ, մեջը ենթադրենք 100 միլիոն դրամ փող են կերել»։ Պետական վերահսկողական ծառայության վերահսկողության ընթացքում ծառայության գործունեությանը չխոչընդոտելու համար կստեղծվեն օրենսդրական երաշխիքներ վարչական պատասխանատվության միջոցով։ Ծառայության բնականon եւ արդյունավետ գործունեության համար խիստ անհրաժեշտ տվյալների ստացման եւ մշակման ընթացակարգերը գաղտնի կլինեն։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։